Բարի օր սիրելի հեռուստադիտող, այսօր պատրաստելու ենք սիսերով աղցան, շատ արագ է պատրաստվում, գունաքեղ եւ համով աստացվում եւ վերջում ասելու եք վայ, այս աղցանը Երանի շուտվանից իմանայինք ու պատրաստեինք։ Այսօրվա բաղադրատոմսի համար մեզ պետք է 1 բաժակ սիսեր, մաքրած, լվացած եւ եփած։ Մեզ հարկավոր է մի հատ լիմոն, մի հատ ավոկադո, մի հատ մեծ վարունգ եւ մի քիչ թարմ անանուխ։ Մի կապ հազար, մի հատ մեծ լոլիկ, մի հատ մեծ կարմիր ծուխ, 100 գրամ ֆետա բանիր, մի բաժակ սև ցիթապտուղ, գորիզները հանած, 1 ճաշի գդալ դիժոն մանանեխ եւ բարձր որագի ցիթապտուղից հետ։ Համեմունքներից օգտագործելու ենք աղ, սև բղբեղ եւ չորացրած անանուխ։ Ինչպես որ տեսնում եք, մենք մեր մարանիկի սիսերը արդեն բացել ենք, լվացել ենք, եփել ենք, որպեսզի մենք այս րոպեին արդեն պատրաստ ունենանք, որպեսզի օգտագործենք իրեն աղցանի մեջ։ Դուք էլ կարող եք մի օր առաջ թրջել ու շատ արագ եփել եւ ստանալ այսպիսի սիսերներ։ Հիմա գնացինք աշխատել։ Ուրեմն ես ուզում եմ ամենաառաջ սկսեմ վարունգից։ Վարունգը ես ընդհանրապես դուք տեսել եք, ես սիրում եմ գեղևով մանավանդ աղցանների, քանի որ իրեն այդ քրանչիությունը, այսինքն այդ խրխտանությունը սիրում եմ մնա։ Ես հիմա կարագուսիների եմ վերածելու, որպեսզի ընդհանրապես բոլոր աղցանի պաղաթիչները ունենամ cubes, այսինքն կարագուսիներ։ Այսպես կարող ենք կտրատել ու հետո անցնել մյուս պաղաթիչներին։ Շատ հեշտ պատրաստվող աղցան է ու շատ օգտակար, քանի որ նախ սիսերը, եթե կան չիմացողներ, ասեն, որ ինքը պրոտինի կամ սպիտակուցի սորս է, աղբյուր է, եւ այդ մարդիկ, որ ընդհանրապես օրինակ միշտ չեն ուտում կամ ընդհանրապես որ մեկ կենթանական ձակում ունեցող մթերքներ չեն ուտում, կարող են շատ հանգիստ սիսերը միշտ ուտել, քանի որ ինքը plant based, այսինքն բնական, բուսական պրոտին է եւ կամ սպիտակուց։ Եվ ինքը անշուշտ շատ համեղ։ Դե ինքը լիքը ուրիշ լավ բաներ էլ ունի, այսինքն իր օգտակարությունները շատ են։ Կարող ենք կտրել ավոկադոն ու շարունակել։ Ես այս աղցանը որ անում եմ, անպայման իրականում ինքը գնում է ամեն տեսակ ուտելիքների հետ, բայց ինքը մինակ էլ է շատ համով, այսինքն իրեն եւ կարող եք մինակ պատրաստել, օրինակ քեբաբի տեսակներ եք անում եւ այս աղցանը պատրաստել եւ սեղան մատուցել։ Դուրս եկավ։ Մեր ավոկադոն նորեն նույնպես այսպես կարագուսիներ եմ անում, որպեսզի բոլորը հետո հանեմ տկալով։ Այսպես տկալը մտցնում ենք ու բոլոր կարագուսիները դուրս են գալիս։ Ճիշտ է այսպես։ Միադել ես կողմից։ Մենք ընդհանրապես այդ պրոբլեմը ունենք Հայաստանում, ավոկադոները կամ կարծր են լինում, կամ շատ փափուկ են լինում, կամ արդեն ժամանակը անցած է լինում։ Հիմա մերը լավ է ու ուղղակի մի քիչ ուժեղ է, բայց ավելի լավ է։ Համային առումով էլ մտածում եմ արդեն շատ լավ կլինի։ Անցնում ենք լոլիկին։ Ես իրականում փոլորը կտրատելու եմ եւ թիմացը շարելու եմ, հետո հավաքելու եմ աղցանը։ Նորեն լոլիկը կարող ենք կարագուսիների վերածել, որպեսզի կարագուսիների վերածենք, կարող ենք այսպես անել ու ամեն մեկ շերտը 3 մասի բաժանել։ Լոլիկը դե ընդհանրապես ամեն տեսակի մթերք կամ բանջարեղեն ունի քանի չափեր, այսինքն եթե ասում ենք մանր կտրատած, եթե ասում ենք օրինակ շատ մանր աղացածի չափ, կամ ասում ենք կարագուսիներ, մեծ կարագուսի, փոքր կարագուսի, նայած էդի աղցանի ընդհանուր հավաքվիլ են, այսինքն ես ինչը չեմ սիրում, օրինակ աղցանի մեջ չի կարելի ինչ որ մի բան շատ մեծ, ինչ որ մի բան ուրիշ բան շատ փոքր լինի, քանի որ երբ որ դու որոշում ես ինչ որ ինչ տեսակ պատարակահով ուտել եւ այլն, ինքը պետք է համաչափ լինի ապրանքները, որ օրինակ աղցանն է, եթե հավաքես մի քանի հատ իրար վրա ու վերցնես։ Դրա համար ցանկալի է, երբ որ ինչ որ աղցան եք պատրաստում, չափերը իրար համապատասխան լինեն։
Օրինակ ես Armenian salad եմ անում կամ հայկական աղցան, այնտեղ ամեն ինչ շատ մանր պետք է գտածվի, այսինքն լոլիկը, վարունգը, կանաչիները շատ մանր կդրադած, սխտորը սոխը, էդի մարդը արդեն հանգիստ ինքը շատ մանր ուտում է։ Տենց հոգեկանել տենց այնքը։ Գիտեք ինչ եմ ուզում անեմ։ Ուզում եմ լիմոնը կտրել ու մի քիչ ավոկադոյին վրա տնեն, որպեսզի ավոկադոն միջև սալատը կամ աղցանը հավաքելը քույնը չփոխի։ Այդ կարող եք միշտ անել։ Կուդերը կվերցնենք, խնդիր չէ, բայց լավ հյութալի լիմոն ունենք։ Այսպես թունում ենք ու արդեն կորձերնից շարունակում ենք։ Մենք մեկը այսի քամելու ենք հետո, որ օգտագործենք դրեսինգի համար, այսինքն աղցանի սոսի համար։ Շարունակում ենք։ Կտրատելու եմ սոխը։ Սոխը կարող ենք գիսալուսնացև կամ կարող ենք նորեն cubes, բայց ես ընդհանրապես սոխը բացառություն եմ անում։ Աղցաների մեջ սիրում եմ գիսալուսնացավ։ Այսպես մի քիչ ստեղից հանում ու և շարունակում ենք։ Տեսակ ինչքան հեշտ է պատրաստվում։ Հիմա որ վերջնական հավաքենք, դուք էլ կտեսնեք, որ ես ինչ հետաքրքիր բան ստացվեց, քանի որ ինձ միշտ հարցում են մարդիկ, որ շաղ սիսերով աղցան ինչ ունես կամ ընդհանրապես բուսական աղցաններ են ուզում մարդիկ իմանան եւ լինի քունակեղ եւ լինի sense presentable, այսինքն ներկայանալի սեղանի վրա։ Եվ իրանց ընտանիքի անդամները սիրեն։ Դե իհարկե էսի այդ աղցաններից է, որ կարող եք հանգիստ ձեր հյուրերին կամ ընտանիքին պատրաստել։ Մի խոսքով արդեն բաքը մոտենում է եւ մենք ձեր համար հատուկ պաղաթաթոմսեր ենք պատրաստել, ցեթով եւ առանց միսի եւ այլն։ Այս պաղաթաթոմսը կարող եք համարել այդ պաղաթաթոմսերից եւ կարող եք բահել, բահբանել եւ ձեր ընկերներին կամ ասկականներին ուղարկել, որ իրենք էլ բահբանեն ու բաքին պատրաստեք։ Քանի որ շատ հավով տարբերակ է։ Ինչ ունենք ստեղ, կարող ենք մեր հազարն էլ կտրատել ու արդեն կամաց հավաքենք։ Ես հազարը սիրում եմ ցերկով կտրատել, թանագով չեմ կտրատում, դրա համար այսպես կտրատում ենք։ Անշուշտ լավ լվացած, կացախով եւ մի քիչ սոդայով եւ լավ լվացած հետո ավելացնում ենք մեր առաջի ինգրեդիենտը։ Հիմա կամաց հավաքելու ենք պաղաթիչները։ Ավելացում եմ վարունգը, ավելացնելու եմ լոլիկը, սոխը, եւ միշտ հիշեք, որ աղցաններին կարմիր սոխ օգտագործել շատ ավելի համով է լինում։ Ավելացում եմ ավոկադոն, դե ինչ, մի հատ թանագս լավ լվանամ ու կամ, դե իհարկե սավայով։ Գնացինք։ Հիմա ցիտաբդուղները պետքա կտրատենք։ Իրականում շատ ավելի համով է լինում, երբ որ մարածնում ենք։ Դուք անշուշտ եթե ուզում եք կարող եք մեծ էլ դնել, բայց ես անպայման սիրում եմ 2 կամ 3 մասի բաժանել։ Կարող եք սև ցիտաբդուղ օգտագործել, կարող եք քալամաթա տեսակի օգտագործել, կարող եք կանաչ, նույնիսկ կարմիր, ինչ սիրտենիդ ուզում է։ Դե իհարկե կարող ենք միշտ հիշացնել այս տեսակ համովությունները, որ մենք պատրաստում ենք, իր հետ ինչ կգնա, խմել կամ ուտել կամ իբր սայդ, այսինքն կողմնակի ուտելիք, կարող ենք այս աղցանի հետ առաջարկել կարմիր գինի։ Եվ իհարկե, եթե կարմիր գինի, ապա քարե հայկական կարմիր գինի։ Կարող եք լցնել բաժակները, աղցանը թնել եւ լավ երեկո ունենալ։ Այս էլ կտրատեցինք։
Հիմա քանի որ ցիտաբուդուղը պատրաստ է, կարող ենք մեր կիդրոնները քամել, որպեսզի պատրաստենք սոսը։ Ինչ լավ է, որ լիմոնը միշտ ցենց լինի, շատ ուշ չես տալիս, ինքը արդեն լավ քամվում է։ Ուրեմն մենք մեկ որ աղցան ենք անում եւ իր մեջ լիմոն պետքա տնենք։ Ես սիրում եմ լիմոնները սենց կդրատել, այսինքն եւ լիմոնի հյութը տնել եւ մի հատ էլ լիմոններ բզդիկ կդրատել, նույնիսկ մեջի մասից։ Ու դենց չէ որ ամեն մարդ սովոր է դրան, բայց ինքը շատ օգտակար է ու շատ ավելի թարմացնում է աղցանը։ Եթե կուզեք մի օր փորձեք։ Իմ մամասը շատ սիրում դից։ Ամեն աղցանների մեջ միշտ լիմոնները կդրատածել է ավելացնում։ Ավելացնում եմ լիմոնի հյութը։ Ստեղ ունենք դիժոն, մի հատ քթալ եմ վերցնում։ Դիժոն մանանեխն է, այսինքն մանանեխի գծու տեսակը, որը ես շատ եմ սիրում ու կարող եմ եւ աղցանի վրա ավելացնել եւ ամեն տեսակի մսերի մարինատների։ Ես լիմոնով բացում եմ մանանեխը։ Հիմա ավելացնում ենք բանանիկի չորացած անանուխը, մի թեթև, ավելացնում եմ աղ, մի թեթև, քանի որ ինքը մանանեխը ունի մի քիչ աղիություն մեջը, եւ իհարկե չմոռանանք, որ աղցանի վրա ֆետաբաներ ենք ավելացում, դրա համար ես քիչ եմ ավելացում։ Ցիտապոտրից հետը լավ տնում եմ, այս ամեն համերը իրար հետ լավ խառնում եմ, եւ ստանում ենք այսպիսի կոնսիստենսի, այսինքն այսպիսի զանգված։ Հիմա շարունակում ենք մեր աղցանը, ստեղ ավելացում եմ ցիտապտուղը։ Ավելացնելու եմ սիսերը։ Իսկ հիմա մնաց մի քիչ անանուխ ավելացնեմ ու արդեն սոսը ավելացնենք։ Անանուխները այսպես մի քիչ տերևները ավելացնելու եմ, չեմ կտրատելու, որովհետև անանուխին երբ որ կտրատում ենք ինքը իր վոլյումից կամ իր այտենց կեցվածքից ընկնում է։ Սա այսպես տերևները ավելացնում եմ։ Ու շատ կարևոր է անանուխը, քանի որ ինքը տալիս է թարմություն աղցանին։ Եթե ուզում եք ուրիշ կանաչի, օրինակ համեմ, գիտեմ որ շատերը համեմ շատ եք սիրում, կարող եք ավելացնել, բայց նույնը չի լինի։ Կարող եք ձիդրոն ավելացնել։ Ահա, մի քանի տերևել ու արդեն կամաց պատրաստ ենք խառնելու։ Դե իհարկե, եթե այս համովությունը պատրաստեք եւ սեղանի վրա ըմպելիքներ պետք է ավելանա, կարող եք սիլից եւ կարող եք մազայից համովություններ ավելացնել ձեր սեղանը։ Անուխն ավելացրեցինք, մնաց ֆետաբանիրը, արդեն ժամանակն է մեր սոսը ավելացնենք, քանի որ ես սիրում եմ սոսը ավելացնել, հետո ֆետաբանիրը ավելացնենք։ Խառնում ենք։ Օ, ինչ լավ հոտ է։ Ինչ լավ հոտ է։ Հադել եմ ուզում լավ խառնեմ եւ անհամբերեմ ուտեմ։ Ավելի ճիշտ է վայելեմ։ Գիտեմ որ շատերդ մեզ հետևում եք Instagram եւ Facebook համի կախնիկ էջերին։ Մենք այնտեղ շատ հadoop բահեր ենք դնում, որոնք միշտ չեք տեսնում դուք հերոստատեսությամբ։ Անպայման մեզ follow արեք, հետևեք եւ իհարկե եթե դեռ չեք բաժանորդագրված մեր YouTube ալիքին, կարող եք բաժանորդագրվել, որպեսզի պատճառեք ոչ մի բաղադրատոմ եւ ոչ մի հաղորդում։ Հիմա արդեն այսպիսի բան եմ ուզում բերեմ եւ մեր plating-ը անենք, այսինքն մատուցելը։
ոնց որ ամեն ինչից դրեցինք։ Իսկ ֆետա բանիրը այսպես ձեռքով վերցնում ենք ու այսպես շում ենք։ Մի քիչ ենք կտրում ու ավելացնում։ Եվ այսպիսով մեր աղցանը հասել է պատրաստ վիճակի։ Եվ այսօրվա մեր սիսերով աղցանը պատրաստ է։ Դուք էլ պատրաստեք եւ վայելեք։ Բարի խոժակ։ Դե ինչ, արդեն ես անհամբեր եմ փորձեմ, գիտեմ, որ ուտելուց համողություններ եմ զգալու եւ ասելու եմ շաղիկ միշտ պատրաստ է։ Դուք էլ եք տենց։ Մի հատ էլ ասեմ գախնիկ, կարող եք եւ նույնիսկ հավով ուտեստի հետ պատրաստել եւ եթե հավ եք ուզում, անշուշտ մեր զանգեզուրին կարող եք զանգել եւ ձեզ կարակի ձեր ուզած հավի տեսակը չմոռանաք։ Ուտում ենք։ Համով դարմացնող իդեալական համադրություն ու ինքը արդեն ես զգում եմ, որ ինքը հագեցնող է ու ինքը այնքան համով է, որ ես միայն էսի կուտեմ ու կկշտանամ։ Ձեզ բարի խոժակ եմ մաղթում, դուք էլ պատրաստեք ինձ գրեք, եթե հավանել եք այս պաղատատոմսը եւ վաղ հանդիպենք նույն ժամին։ Կետրոն TV ժամը 9 եւ ժամը 17:00։